Ասա տուն պետք է կառուցես մարդը, բայց ոչ կառուցի։ Ասա եղբայր, լսում եմ ինչ եք ասում։ Նույնը մրգի բանջարեղենի պահով։ Փոշին նստելու է մեր երեխեքը ուտեն։ Մենք էլ դա չենք ընդունում, ոչ մի ձև չենք ընդունում, չենք էլ հասկանալու։ Որտեղ կարան չի առաջանակ առաջ նկարանենք այդ եղած ամբողջը։ Հակառակ տեսակետն։ Հիմա նաև գիտենք, որ գյուղի բնակչությունը մի քանի անգամ շատացել է, չէ՞։ Թվականակը բավականին շատացել է։ Մի բան ասեմ, հենց ծառները տենում եք։ Հենց Լսում ծառները։ ես։ Ահա։ Էդի այն ժամանակվա աշխատած ծառներն է, որ Չոր չորացել են։ ծրած ծառներն է, որ չորացել։ Հա, այն ձորի ծառերը, այս ծառերը։ Ըհը։ Հին ծառներ են, էսա։ Հիմա ասի բերք են մարդիկ ուտում մաքուր։ Հոշին կտրվել է, նորմալ։ Սարը ձորի վրից չենք հավաքում։ Դիմում են կառավարությանը, մենք դիմում ենք կառավարությանը, որ այս հարցին լուծում տա, այս հարցը ապօրինի ձևով ուզում են այս հանքը բացեն, ոչ մի հատ հանրային լսում տեղի չունեցած, թույլ չենք տվել, իրանք ուզում են տարբեր պատճառներով լծակները իրար համայնքի ղեկավարի, հավաքանների վրա, որ այս հանքը բացեն։ Դիմում ենք կառավարությանը, այս հարցին թող լուծում տա։ Եթե այս հարցին լուծում չտա, մենք հաջորդ քայլերը, կտրուկ քայլերի ենք անցնելու, անգամ մի 10 այսքան ժողովրդով իշտելու ենք կառավարության շենք։ Հələ դաժե մենք վարչապետը, որ եկավ մեր գյուղը Քարոզ Արշավի, մենք այդ ժամանակ ենք ուզում մոտիկանանք վարչապետին։ Բայց որ Քարոզ Արշավեր ասի չմոտիկանանք ուրիշ բաներ, ոչ եմ բարձրանա շուխուր չնի, դրա համար բան չարինք, բայց ընտրություններից հետո սկսանք արդեն խեղդել մեզ։ Գնալու ենք մինչև կառավարություն ամեն ինչ անելու ենք, որ չբացվես անքը։